Բարձրախոսը։ Շնորհակալություն։ Պարոն Պողոսյան, շնորհակալություն տարեկան զեկույցը ընդգրկուն ներկայացնելու համար։ Շարունակելով խոսքս, նշեմ, որ քաղաքացիների շրջանում մեծ է թմրամոլություն կոչվող առավոտավոր երևույթի նկատմամբ անհանգստությունները։ Ուստի հարցս վերաբերում է այդ երևույթին։ Գլխավոր դատախազի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ մեր գործընկեր Գեղամ Նազարյանը, եթե չեմ սխալվում, հնչեցրեց մի տեսակետ, որ միջին եւ ավագ դպրոցի աշակերտների շրջանում որպես կանխարգելիչ միջոցառում թեստավորում անցկացվի, որի հետ ըստ էության ես համաձայն եմ։ Այս կոնտեքստում ինձ հետաքրքրում է նաեւ հետեւյալ հարցը. Տոկոսային հարաբերակցությամբ ինչպիսին է թմրամոլության տարածվածության վիճակագրությունը Երևանում եւ մարզերում։ Շնորհակալություն։ Ես ճիշտ ասացա, խոսքը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված դեպքերին։ Նաեւ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես նշեմ, որ սենց մենք տարբերակում չենք իրականացրել մարզեր, Երևան եւ այլն, հատկապես առանձին հանցատեսակների հետ կապված, բայց հնարավոր է անել, եթե ձեզ հետաքրքիր է առանձին վիճակագրություն մարզերով եւ քաղաքով հարցում արեք կամ դաժե առանց հարցումի մենք կարող ենք ուսումնասիրել եւ առանձին վիճակագրություն ներկայացնել, բայց թեստավարանչափասների շրջանում թեստավորման հետ կապված ես նախորդ անգամ էլ իմ կարծիքը հայտնել եմ, ես օրինակ, չգիտեմ, այդ նախաձեռնության նպատակը հասկանում եմ, ըստ էության նպատակը, բայց մենք պետք է առավելագույնս զգույշ լինենք, երբ որ խոսքը վերաբերում է անչափահասներին, որովհետև մենք պետք է գործենք երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից եւ իհարկե չեմ պատկերացնում գործիքակազմ, երբ որ պարտադիր դառնա երեխայի թեստավորումը, իմ կարծիքով դա ավելի շատ հոգեբանները կարող են նաև այս առումով ավելի ճշգրիտ կարծիք հայտնել, իմ կարծիքով որոշակի այս թեստավորման process-ը կարող է ռիսկեր պարունակել, որը կարող է հանգեցնել երեխայի հոգեկան եւ մյուս այլ խնդիրների հետ կապված, որպեսզի իմ կարծիքով ես օրինակ որպես իրավաբան, իմ կարծիքը մասնավոր կարող եմ ասել, ես օրինակ դեմ եմ, որպեսզի անչափահասները պարտադիր թեստավորում անցնեն, որովհետեւ իմ կարծիքով սա այնուամենայնիվ չի բխում երեխայի լավագույն շահից, եթե պարտադիր է։ Եվ հակառակը մենք նաև եթե պարտադիր է դիցուկ մի իրավիճակ, երբ որ երեխան համաձայն չի, մենք ո՞նց ենք այս ամեն ինչը ապահովելու, կներեք այսքանը։ Արձագանք։ Շնորհակալություն։